Աբովյանցիներ, գույներ եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ իսրտել ձեզ ողջունել։ Շնորհակալ եմ ջերմության համար, ընդունելության համար։ Աշխարհում ոչ մի բանով չես կարող մարդու զարմացնել։ Միայն վերաբերվում ջերմություն, հավատ, որը դա այսօր օրի ավելի շատ նկատելով շրջում եմ Հայաստանով մեկ, հակներով, մարդերով, գյուղերով, վարչական շրջանով եւ այդ ջերմությունը, այդ սպասելիքը ես զգում եմ, ես ավելի շատ պարտավորված եմ ինձ զգում, որ ես կարողանամ դա իրականացնել կյանքի կոչել։ Իհարկե կարող եմ, փորձ ունենք, հնարավորություն ունենք, կապեր ունենք, թիմ ունենք, ծրագիր ունենք, ջող։ Միայն մնում է ձեզ, որ գնաք ընտրության, ընտրեք համար 7-ին, ու դա իրականություն դառնա օր-օրի, ժամ առ ժամ, անհնարին ոչինչ չկա։ Միայն պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ մարդիկ, ճիշտ ոլորտի ներկայացուցիչներ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, կապ ունի մարդը, անձը, գիտելիքը, սրտացավությունը եւ արդյունավետությունը։ Որ դա ես ես խոստանում եմ, որ լիարժեք ինչ-որ ասել եմ, 10 անգամ ավելի շատ անել եմ, նորից եմ ասում, կապնել կա, հնարավորություններ, ծանոթություններ կա։ Հարգելի սիրելի աբովյանցիներ, կարող եմ ժամերով ձեր հետ խոսել, իմ սիրտը ցավում է, ես ուզում եմ լավ լինի, ժողովուրդը լավ ապրի, չլինող հարց չկա աշխարհում, կարող է ճիշտ մասնագետներ կազմակերպել, այսօր ում է շփվում ես, բոլոր ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց մասին մտածող լինի, իրենց մարդուց փուշանող լինի, իրենց հնարավորություն տվող լինի, որ կարողանան այս վիճակից դուրս գալ, կարողան իրենց տոնը պահել։ Ես ասում ենք, մենք պատրաստ ենք մեր թիմով, անել իրականացնելու բոլոր շրջանները ման գալով, տեղ չկա, որ մեկ ասի, Ծառուկյան, խոսք ես տվել չես արել, չկա չի բան, որը չկարողանամ, կյանքում խոսք չեմ տա, ասեմ կա լավ թիմ, կա լավ ծրագիր, կա կապ, կա հնարավորություն, որ դա իրականություն դարձնենք, կա ջանքետում, օրեցօր դա կփոխվի եւ ամեն ինչ լավ կլինի։ Սիրելի աբովյանցիներ, իհարկե իսրտե ուզում եմ սիրտս բացել ձեր հետ անկեղծ, բոլոր ոլորտների մասին խոսել, ասել, ինչ հաց ասենք, ասեմ դրա լուծումը։ Իդեմ տիրապետում եմ, այսօր, այսինքն դուք բոլորը գիտեք, որ այսօր այս հողուջնի մարդ եմ, այստեղ եմ ծնվել մեծացել, կայացել, իմ գործունեությունը սկսել եմ այստեղից, ես հպարտացել եմ իմ Աբովյանով, Աբովյան քաղաքով, աբովյանցիներով, աբովյանցիների ցավը տանեմ, կոռեկտ, համեստ, հյուրասեր, քրտինքով աշխատող, ստեղծող, համախմբված մարդիկ են, կարիք ունեն ուշադրության վերաբերմունքի լավ ապրելու, շատ փող վաստակելու, խաղաղություն լինելու, փայլուն ապագա ունենալու համար։ Ամենակարևորը իմ ասել, որ դա կա, արդեն դա կա, հիմա ես ես կասեմ։ Ես երբ որ Աբովյանում Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցում էի, հիմնական ոչ թե ձևի համար, այլ իրոք ցանկացել եմ, որ իմ Աբովյանում հզոր կարող եկեղեցի լինի, որ իմ Աբովյանին ավելի աբովյանցիներին ավելի աշխարհում մեկ ճանաչում ունենան։ Ու Աստծու կամոք, այո, ստացվել է, ցանկացել եմ իսրտե, ստացվել է, այսօր տարեկան հազարավոր մարդիկ են գալիս Թուրքիից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, տարբեր տեղից մեր հայրենակիցները իրենց միջոցառումներն ուզում են կազմակերպեն Սուրբ Հովհաննես եկեղեցում, որ երբեք Հայաստան չեն եղել, Աբովյան չեն եղել։ Եվ իրոք գալիս են այդ միջոցառումը կազմակերպում են եւ շատ հիացած, տպավորված հիշողությունների մեջ գնում են։ Ամբողջ ամառվա ընթացքում հերթեր են կուտակում, երկու շաբթի մինչև կիրակյոլ, տեղ չի լինում, առավոտվանի մինչև երեկո, որ մարդիկ իրենց միջոցառումները կազմակերպեն։ Այդքան արդեն ճանաչված է ամբողջ աշխարհում մեկ, եւ դիմելով, խնդրելով, որ ժամանակ չունեն, այդ նպատակով են եկել, որ ժամերը պակասացնելով, որ լիարժեք կարողանան իրենց միջոցառումը կազմակերպել։ Հարգելի սիրելի աբովյանցիներ, այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա որպես իցույց աշխարհի, որ ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության նշան, որ մենք ամբողջ աշխարհի հայությամբ միասնական լինենք։ Այդ մի կողմ դնենք ներքին թշնաման փոխատենությունը, տարօրինակ համախմբված լինենք, որ մենք միասին լինենք, բոլոր խնդիրները կարող են կարգավորել, չկարգավորվող խնդիր չի կարող լինել։ Ու որ մենք աշխարհում ասելու բան ունենանք, որ աշխարհում մենք առաջի քրիստոնեազն ենք։ Որ դա եւ հպարտություն է եւ մեծություն է։ Եվ այսօր դուք բոլորը
օր-օրի դասգույն կես երկու տարվա մեջ Աբովյանում և Աբովյան շրջակա գյուղերում որ թանկացել է ամեն ինչ։ Հողատարածքները տասնապատիկ թանկացել է։ Հələ դեռ չենք բացել, ժողովուրդ, որ բացենք, ավելի շատ է թանկանալու։ Մեր Աբովյան ավելի մեծ ճանաչում ունենալու աշխարհի մակարդակով։ Էլ չեն ասելու Բրազիլիա, ասել են Աբովյան, Կոտայք, Հայաստան, ամենահզոր կարող Քրիստոսի արձանը։ Աբովյան, Կոտայք, Հայաստան։ Ինչ որ այսքան ժամանակ ասել եմ, չկա մի բան հենց այդպես ասել։ Իրոք աստեղ ստեղծված կայացած ամեն ինչի տեր, ամեն մեկին ոչ մեկին մերժած կյանքում չկան, ցանկացել են բարի լինել, կամեցող լինել, ձեռնարկել, կազմակերպել։ Հիմա կարող եմ ասել դες, պատրաստվեք լավ փոփոխությունների ժողովուրդ, ես ոտ հիմա բան չեմ ասել։ Լավ փոփոխությունների, որ ավելի շատ գումար եք վաստակելու, գործ եք անելու, հոգու միջին բիզնես եք զարգացնելու, տուրիզմով եք զբաղվելու, միլիոնավոր մարդիկ են գալու, դա բացելու ենք եկող տարի, դուք պատկերացրեք, քանի միլիոն մարդ է գալու։ Գալու է, օգտվելու է, շփվելու է, ծանոթանալու օգտվելու եք եւ դուք, օգտվելու է եւ տաքսիստները, հյուրանոցի տերերը, ներդրումներ են կատարելու, քաղաքը լիքն է լինելու։ Ու դա ոչ թե միայն Աբովյանը, Կոտայք եւ շրջակա, ամբողջ Հայաստանով մեկ։ Տուրիստները որ գան, միայն Աբովյան եւ Կոտայք հատից չեն գնալու, այլ Սևանել են գնալու, Գյումրիեն են գնալու, Ջերմուկել են գնալու։ Եթե նույնց եմ ասում, 10 միլիոն մարդ գա, 10 միլիոն, դուք պատկերացրեք ամեն մեկը $5,000 որ ծախսի, դա ես մինիմում եմ ասում, պատկերացրեք ինչ գումարա կազմելու, 50 միլիարդ փող է լինելու, 50 միլիարդը դա մեր երկրի համար, որ ամեն տարի, դա բոլորը հարստանալու են, բոլորի դեմքին ժպիտ է գալու, դա նորից եմ ասում, դուք պետք է պատկերացնեք, որ դեռ ոչ մի բան չեն կար աշխատանք ենք ստեղծել, բայց արդեն հողերը 10 անգամ թանկացել են, $500 հողը դառնա 50,000, չեն վաճառում, դա նշան է զարգացման, դուքները տեղը պահեք, մի վաճառեք, ավելի թանկը վաճառեք, կամ գործընկեր գտեք, թողնեք ներդրում անեն, որ մշտական բիզնեսի տեր լինի։ Ժողովուրդ ջան, մենք միշտ մայիս ամիսը եղել է մեր ժողովրդի համար հաղթանակների հպարտությանով։ Այսօր ցույց տվեցի, ես դա ասել եմ, մեկ անգամի ուզում կրկնեմ, բայց դա մեզից խլել է, դա մենք արդեն չունենք։ Բայց մայիս ամսվան մենք ունենք օր, հույսի լույսի օր ունենք, դա մեր դպրոցականների վերջի զանգն է, օրինակ արդեն մտնում ենք կյանք, մեծահասակ արդեն երկրորդ կյանք ենք մտնում, հասուն մարդիկ են, 18 տարեկան գնալու են ընտրության։ Մենք պետք է ամեն ինչ կազմակերպենք, որ այս տարի հունիսի 7-ին ընչի, մեր ազգային վերածնունդի առաջին զանգը եւ ընդմիշտ հիշվի, այսօր բոլորը ձեր ձեռքերում են, մենք ունենք ծրագիրը, ունենք թիմը, ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք կապեր, որ առաջնային մենք պետք է ապահովենք խաղաղությունը, որ պետք է լինի երաշխավորած, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք, անվտանգ մեր երիտասարդության համար, որ մենք պետք է ապահովենք, որ լինի խեղճության, մենք կարող ենք հաղթարել խեղճությունը, հաղթարել ներքին թշնամանքը, այդ սաղ պետք է դնենք մի կողմ ժողովուրդ, մենք հայ ենք, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորս այս երկրում ապրում ենք, պետք է միասին մտածենք, քննարկենք, որոշենք, որ կարող է անել, ոչ թե դատարկ խոսքեր, այլ ռեալ իրական, որ իրականությունը համապատասխանում է, կախվածա ձեզնից, եթե սորին ենք, դուք եք մեղավոր, չեք մասնակցում, նեղանում եք, մասնակցեք, համոզված եղեք, ով կարող է անել, նրանց այս ձայնը տվեք և պահանջեք, ես ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու ենք, օր-օրի դասգալու ենք, այսօր իմ նպատակն ցանկությունն է, որ կարողանանք կազմակերպել մեր ժողովրդի դեմքին շփիտ գա, ժողովրդի դեմքին փայլ գա, այդ մտահոգությունից, այդ պուշտուգաններից, այդ վարկերից, որ բոլորը վերացվի, մարդկանց նոր էջից սկսեն, մարդկանց հնարավորություն տվի, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն, դեմքների շփիտ լինի, նայելով ժողովրդի դեմքին շփիտ չկա, բոլորը խնդրի պրոբլեմում, տրամադրություն չկա, Ժողովուրդ ջան, իմացեք, որ անհնարին ոչինչ չկա, աշխարհով մեկն է, ամեն ինչ հնարավոր է, ճիշտ մարդիկ, ճիշտ տեղերով,
կազմակերպել հնարավորություն տալ, իսկ այսօր սովորական ժողովուրդը ամենագնահատող ժողովուրդն է, որ գնահատում է թեթևակի ուշադրություն, թեթևակի վերաբերմունք, հարգանք։ Մարդը զգալով, որ փոփոխություն կա տարին տարվա վրա, դա փոփոխվում է, մեր ժողովրդի ուզածը սա, ես ասում եմ առավոտի շրջում եմ տարածներով, բոլորի ուզածը մեկն է, դրա համար մենք բոլորս միասին պետք է իրար կողքի լինենք, իրականացնենք, ով կարող է անել, նա անի, որ մենք ունենանք երաշխավորած խաղաղություն, վարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք մեր ժողովրդի համար, Աստված պահպան մեր բոլորին, ամսի 7-ին, համար 7-ին, ամսի 7-ին, համար 7-ին, ամսի 7-ին, ամսի 7-ին, համար 7-ին, Bravo!